Ես ուզում եմ խոսքը սկսել հենց այսօրվա քննարկումների բարեհաջող ավարտելուց հետո ես կարծում առաջիկայում նաև օրենքը կընդունվի մենք նաև մեկ ամիս առաջ նաև ներկայացրեցինք ընտանուր ռազմավարական ծրագիր օդի մոնիտորինգի վերաբերյալ որը սահմանվել ենք նոր թիրախներ մինչև 2030 թվականը ես իմ ելույթում նշեցի որ մենք այս պահին Երևան քաղաքում ունենք մեկ մոնիտորինգային համակարգ կայան եւս երկուսը ձեռքբերման համար արդեն կառավարության կողմից գումարները կհատկացվեն եւ մենք գալիք տարի դրանք ձեռք կբերենք եւ եւս 3-ը եթե չեմ սխալվում մոտ 1 ամիս առաջ մենք նախարարությունում պարոն դեսպանետ ստորագրեցինք հուշագիրը որի շրջանակներում Ճապոնիայի կառավարության հետ ձեռք ենք բերելու եւս 3 նոր մոնիտորինգային համակարգ, որոնք տեղադրվել են Երևան քաղաքում եւ ընդհանուր առմամբ արդեն 6 մոնիտորինգային համակարգով մենք արդեն կարողանանք real time ժամանակահատվածում, իրական ժամանակահատվածում ներկայացնել օդի աղտոտվածության չափաքանակները եւ վնասները։ Ցավոք սրտի այս պահին մեր ունեցած տեխնիկական հնարավորությունները մեզ այդ հնարավորությունները չեն տալիս։ Մենք կարող ենք հստակ եւ մանրամասն ներկայացնել ցուցանիշները ստուգումները սկսելուց, այսինքն մոնիտորինգն անելուց 3 օր հետո։ Իսկ սարքերի տեղադրումից հետո արդեն կարողանանք միաժամանակ կարողանալ տվյալներ հայտնել մեր հանրությանը։ Հիմնական խնդիրը աղբավարի հետ կապված իհարկե մայրաքաղաքում Նուբարաշինի աղբավարի մասին է խոսքը, վերջերս էլ մենք մոնիտորինգի արդյունքներում արձանագրեցինք, որ որոշ հատվածներում 1.5-ից մինչև 3 անգամ թույլատրելի սահմանաղտոտվածության գերազանցել էր, ըստ գործող նորմերի չի համարվում վտանգավոր ցուցանիշ, որտեղ առնվազն պետք է 5 անգամ գերազանցեր։ Ես արդեն մեր Հայհիդրոմետ ՊՕԱԿ-ին հանձնարարել եմ, որպեսզի արդեն սկսեն մշակել նոր մոնիտորինգային համակարգի ստեղծումը, արդեն նոր գործող մոնիտորինգային սարքերի հիման վրա ավելի արդիականացնելու եւ ոչ միայն արդիականացնելու, այլև նաեւ խստացնելու, նաեւ Երևանի քաղաքապետը նշեց, որ հայտարարվելու է մրցույթ, եթե արդեն չի հայտարարվել, ես տեղյակ եմ, որ այս տարի պետք է հայտարարվել մրցույթը Նոբարաշինի աղբավարի հետ կապված։ Եթե էլի վերադառնամ ձեր խոսքի սկզբին, այո, լրջագույն խնդիրներ ունենք, բայց խնդիրներն իրականացնելու համար մենք այս քայլերը պետք է հերթականությամբ իրականացնենք։